Շուշի հռչակագրի հիմնական իմաստը Հայաստանը լիկվիդացնելն է եւ ով մտածում է, որ ասենք ինքը կարող է խաղաղ գոյակցել այսպես կոչած Ադրբեջան պետության եւ մյուս կողմից Թուրքիայի հետ միասին, դա կամ խելապակաս ես կասեի, որտեղ արդեն բավական նյութ կա, որ նույնիսկ միամիտ մարդիկ սթափվեն, էլի, կամ դավաճան, ուղղակի դավաճան, ներդրված դավաճան։ Հնարավոր չի։ Հիմի մենք ինչ կարող ենք անենք 21 թվականին ես հենվելով այն գաղափարների վրա, որ իմ ընկերների եւ տարբեր կազմակերպությունների շրջանակում քննարկվել է, հռչակեցի հայկական տարբերակը Շուշի դեկլարացիա։ Շուշի քաղաքը եղել է միշտ տարածաշրջանի կասպիական արևմուտքի ժողովուրդների հանդիպման եւ մշակութային փոխներգործման կենտրոն եւ հայությունը այդ իմաստով կատարել է այսպես ասած կապակցիչի կամ կոմունիկատորի կարևորագույն դերը եւ պատահական չէ, ասենք, եթե մի ասենք հյուսիս կովկասյան ժողովուրդներից սկսած գենետիկ անալիզների ցույց են տալու, ասենք լեզգինների հետ մեր գենետիկ հատույթը 14% է, չեչենների հետ էլի 10%-ի կարգ է, չերկեսներ եւ բոլոր այդ ժողովուրդները, որովհետեւ եղել է կարևոր դերակատարություն ունեցել է հայությունը եւ այդ ժողովուրդները խաղաղ զարգացրել են մշակութային, անվտանգային եւ այլ, դա սկսած Արարատյան թագավորության ժամանակներից դեռ։ Այն ժամանակ, ասենք, ճորապահակ եւ այլ այդ բոլոր, այսպես ասած, լեռնանցքներում հայկական պետականությունը Արարատյան թագավորության ժամանակ զորախմբեր էր պահում, որպեսզի այդ բանը քոչվոր ավազակաբարո այդ ցեղերի հարձակումներից, որոնց հիմնական նպատակը թալանը եւ ավերածություններ պահպանել։ Շուշի հռչակագրի հայկական տարբերակի հիմնական իմաստը նա է, որպեսզի տեղաբնիկ ժողովուրդների վերադարձվի իր ինքնություն, որտեղ ադրբեջանցի երբ որ ասում ենք, դա այդպիսի ազգոյություն չունի, այդպիսի էթնիկական տար, դա արեստացին կազմավորում է բազմաթիվ էթնոսներից ուժի ազդեցության տակ եւ նա ծառայում է որպես գործիք, ինչպես նաեւ թուրքը։ Թուրքը, ասենք, 100 տարի առաջ դեռևս եղել է Օսմանյան բուն կայսրություն, եղել է բան վատ արտահայտություն, ասենք, ինչ որ մեկը ես ուզում եմ վիրավորել մյուսին, ասում էր թուրք։